Շնորհակալություն։ Պարոն Մինասյանի չեք հանցագործության մասին հաղորդում տալիս։ Բատվեք, թե չէ գալիս եք ելույթ ունենում, բաներ եք ասում։ Խնդրեմ։ Սիրելի քաղաքացիներ, սիրելի գործընկերներ, քանի որ այս տարի նախընտրական տարի է, մեր գործընկերներն էլ խոսեցին դրա մասին, եւ ես մտածում էի, որ հայտարարությունների ժամին այլ ելույթներ կլսեմ, սակայն նորից հայտարարությունների ժամին մնացինք նույն շրջապտույտի մեջ, մաղձ, թույն, վատատեսություն, բամբասանք եւ ամեն ինչ բացի ապագայից։ Եվ նախանց իշխող ուժի նկատմամբ, ինչպես նաեւ խոսակցություն եւ հեգնանք ուրախ ավտոբուսի նկատմամբ։ Հասկանում եմ, նախանձում եք, հասկանում եմ, դժվար է, բայց դիմացեք, որովհետեւ խնդիրը նա է, սիրելի գործընկերներ, մեր սիրելի գործընկերներն ընդդիմադիր գնացին, որ դուք օրակարգ չունեք, դուք վազում եք քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի օրակարգի հետևից, դուք սպասարկում եք մեր օրակարգը, դուք մեր օրակարգի սպասարկող քաղաքական ստրուկներն եք, դուք չունեք միտք, չունեք տեսլական, չունեք ապագա, ոչ մի բան ասելիք չունեք, ձեր քաղաքական օրակարգը կախված է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, ձեր քաղաքական օրակարգը կախված է Նիկոլ Փաշինյանի լայվերից, լայվից լայվ, ձեր կենսունակությունը լայվից լայվ է, մի բան գտնեք, այդ լայվի հետ կապված, խոսեք, քննարկեք, սպասեք հաջորդ լայվին, չունեք ասելիք, ժողովուրդ ջան, եւ ի ուրախություն ձեզ ուզում եմ ասել, որ այդ լայվերը հաճախ են լինում, եւ դուք ունեք զբաղմունք, ինչ որ օրակարգ կգտնեք եւ կշարունակեք ձեր նախընտրական տարին եւ նորից ուզում եմ ձեզ համար վատ լուր ունենալ, մենք երբ շրջում ենք Հայաստանի Հանրապետությունով մեկ, մեզ որևէ մեկը ձեր մասին չի հիշեցնում, որևէ մեկը ձեր այս 5 տարի այս ամբիոնից ձեր ասած ոչ մի թեզերից մեկը չի բերում, մեջ բերում, ոչ մի ձևով որևէ ազդեցություն չունեք քաղաքացիների մտքի եւ երազանքների վրա։ Ես ուզում եմ հասկանալ 5 տարի էստեղից եւ տարբեր ամբիոններից, որ խոսում եք, դուք ձեզ վատ չեք զգում, որ ինչ ասեցիք, որևէ կերպ որևէ առնչություն չունեցավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հետևաբար, որպես ամփոփում ուզում եմ ասել, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում չի կարող Ռոբերտ Քոչարյանը, 135-ամյա Դաշնակցություն կուսակցությունը եւ որևէ այլ կուսակցություն, այստեղ կամ այնտեղ գտնվող նորահայտ այլ կուսակցություններ չեն կարողանալու մրցել 21-րդ դարի խաղաղության ձգտող Հայաստանի Հանրապետության քաղաքացու երազանքների հետ։ Այս մրցապայքարում դուք անդառնալիորեն պատտված եք, որովհետև դուք մնացել եք անցյալում եւ անցյալին մենք վաղուց ենք ասել, վերադարձ չկա։